դատավորը պիտի լիներ как минимум համակարգում պիտի չլիներ։ Իսկ իրականում պիտի լիներ քրեակատարողական հիմնարկում։ Դու եկել ես այդքանը չարացման։ Ու էլի ես կարող միջև լույս օրինակներ բերեն, թե իրանք ինչը չեն արել։ Բայց իրենք ասում են, որ նաև շարունակելու են։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը այսօր գրառում է կատարել, որ այդ սրբազանների հարցը այս ձևով չի ավարտվելու։ Պետք է վճռորոշ ձայն ունենա Հայաստանի Հանրապետություն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Հայաստանի Հանրապետություն ասելով Նիկոլ Փաշինյանը ումի նկատի ունի։ Եթե ինքը Իրանի նկատի ունի, ինքը Հայաստանի Հանրապետությունը չի։ Օրվա իշխանությունը Հայաստանի Հանրապետությունը չի։ Մեր հասարակությունը հավանաբար տեղյակ չի, որ Հայաստանի Հանրապետություն դա պետությունը, դա մենք բոլորս ենք։ Դա եւ կրոնական կազմակերպություններ են, եւ կուսակցական կազմակերպություններ են, եւ ՀԿ-ներն են, եւ տարբեր մասնագիտական խմբերն են, չգիտեմ, փաստաբանների պալատն է, մանկավարժների ինչ որ միավորումն է, տարբեր ազգային ինշինստվա, ազգային փոքրամասնությունների միավորումներն են, մենք բոլորս ենք բան պետություն, Նիկոլ Փաշինյանը պետություն չի, եթե ինքը մտածում է, որ պետությունը ինքն է, ու կան մարդիկ, ովքեր մտածում են, որ պետությունը ինքն է, ինքն էլ պիտի այսպես կտցնելով կաթողիկոս նշանակ, ինքը չարաչար սխալվում է, ու ինքը նորից պիտի կրկնեմ, այն մարդը չի, այն բարոյական կերպարը չի, այն իրավունքը չի վաստակել իր ապրածով, իր գործնեությամբ չի վաստակել, որպեսզի այսպիսի հարցեր բարձրացնի։ Երբ որ դու քո տնային աշխատանքը, քո ուղիղ պարտականությունները, որոնք քեզ վրա դրված են սահմանադրությամբ, այն քո խոստումները, որոնք դու տրվել ես ընտրվելու եւ վերընտրվելու ժամանակ, կատարես կվերջացնես, կգաս կհասնես տեղ, այս հարցը մենք կքննարկենք։ Մենք մի կերպ առանց քեզանով, չգիտեմ, կլինես չես լինի, այդ ուրիշ հարց է, բայց այդ հարցը քո լուծելու հարցը չի։ Դուք չեք, որ բարոյական իրավունք ունեք այդ հարցը քննարկելու։ Տիկին Կարապետյան, դուք ձեր խոսքում հենց հաղորդման սկզբում ասացիք, որ սա միտումնավոր է արվում այս ամենը։ Լավ, մեր հասարակությունը որքան կարող է դիմանալ, ինչ որտեղ էլ մարդիկ հուսահատ են, ինչ որտեղ էլ չենք խղճում մենք մեր ազգին։ Դե մենք ասելով, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, իշխանություններին բացարձակ հետաքրքիր չի Մարի ջան, ոչինչ հետաքրքիր չի, բացի վերարտադրվելուց, գիտեք ինչի, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք արել են բազմաթիվ գործողություններ, հիմա որպես իրավաբան եմ ասում, բազմաթիվ գործողություններ, որոնք հակա իրավական են, հակա սահմանադրական են, իրանք SMS-ով արդարադատության համակարգից մարդ հեռացնելով ինքը սահմանադրական կարգի տապալում արի, հասկանում եք։ Այդ բոլորը քրեորեն պարժելի գործողություններ, էլ չեմ ասում Արցախ, պատերազմ, հողեր, մարդիկ, զոհեր, այդ թելը մի կողմ եմ անում։ Զուտ մի դրվագով մարդը սահմանադրական կարգի տապալում արել։ Ինքը ու Քոչարյանը պիտի նույն աթոռին նստեն, այ ասենց քիփ կպած իրար կողքի պիտի նստեն։ Այդ երկու մարդիկ արել են գործողություններ, որոնք մեր պետականության, մեր անվտանգության դեմ են ուղղված եղել։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, որ միայն վերարտադրվելու պարագայում ինքը կարող է ապահովի իր անվտանգությունը, ոչ ոք չի կարող տալ իրան երաշխիք, որ ինքը չի դատապարտվելու, բացի իր անձնական այդ տաբուրետկին նստած լինելուց, ոչ ոք չի կարող տալ, որովհետև գուցե ինչ որ այսպես բան փորձեն խաղարկեն, ինչ որ ինչպես գեղեցիկ Քոչարյանը փոխանցեց Սերժ Սարգսյանին բան, ովում չէ, բանը փոխանցեց իշխանությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի հոկտեմբերի 27 չբացահայտվի, մարտի 1 չբացահայտվի, լիքը տենց բաներ չբացահայտվեն, որպես երաշխիք իր անվտանգության, ոնց որ տեսակ թե ինչ գործողություններ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի հետ, քրեական գործեր, ինչ քրեական գործեր տեսակ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ Նիկոլ Փաշինյանի թագավորության, ճակերտավոր թագավորության, ոչ մի գործողություն, ոչ մի ռեալ գործողություն տեսանք, ավելին մարտի 1-ով արդարացրեցին։ Սերժ Սարգսյանի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կամ ընդհանրապես ոչ մեկ չէր արդարացվել, Նիկոլ Փաշինյանի ժամանակ մարտի 1-ի գործը փակվեց ու արդարացվեց, արդարացում տենց բան չէր կարա լիներ, հասկանում եք։ Սա նշանակում է, որ ինքը երաշխիք էր տվել այս բոլոր մարդկանց, որ իրանք չեն դատապարտվելու։ Այ հիմա Իրան ոչ մեկ այդ երաշխիքը չի կարա տա։ Ինքը կարա փորձի իշխանություն փոխանցի, այ այդ սխեման աշխատացնի իշխանության փոխանցման։ Ինչպես եղավ Գյումրիում, բայց ոչ մի երաշխիք չկա, ոչ մի երաշխիք չկա, որ իրան պատասխանատվության ենթարկելու հարցը չեն բարձրացնելու, շատ խիստ չեն դնելու, որտեղ հասարակությունը շատ այս վերջին 6-7 տարվա մեջ բավականին իրանց նորաձևության շրջանակներում չէ, նորաձև կրթելու շրջանակներում չէ իհարկե, այլ սեփական դառը փորձով, սեփական կաշվի վրայով, կորուստներ ունենալով,
այսքան կորուստ ու զոհ ու մահ տեսնելու արդյունքում մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն ա եղել, այդ թվում նաև ձեր նման կառույցների, կազմակերպությունների, լրատվամիջոցների աշխատելու պայմաններում, որ դուք հնարավորություն եք տվել այլ բացի պրոպագանդայից այլ տեսակետներ հնչեցնելու, այն մարդկանց մոտ բան ա փոխվել, մարդիկ սկսել են ոչ միայն լսելով ենթադրել, որ սենց բան կա կամ չկա, իրանց մաշկի վրա են զգացել, թե ինչ անում այս իշխանությունը, հետևաբար ով էլ որ գա ու ասի, որ ես քեզ երաշխավորում եմ քո անվտանգությունը, ինքը չի կարող 100% երաշխիք տալ։ Էնպես որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին չի խղճում, մի հատ բան կա, խումբ կա Լենինգրադ, ասում է, բան, նիկավո նի ժալկը նիկավո։ Ինքը այդ երկի մեջ ինքը ոչ ոքի չի խղճում, ոչ մեկ իրան հետաքրքիր չի, իրան հետաքրքիր է մենակ ինքը ու իր անվտանգությունը, ինքը իր մտերիմների այդ ուսկի կռուգի անվտանգությունն է հետաքրքիր։ Բայց դա իրան, չգիտեմ, ինչքանով կարա հանգիստ պահի, որովհետև հասարակությունը, ես այսօր նայում էի, գիտեք, բաներ կան, դեպքեր իրադարձություններ կան, որոնք շատ ծանր են, անշուշտ համեմատելի չի այս գրառումը օրինակ Արցախի կորստի հետ։ Արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իր այդ սազանդարների պահվածքի ու վարքագծի հետ համեմատելու եզրեր չկան։ Մեր Եռաբլուրում նահատակված այդ երիտասարդների բանի հետ կապը չի, համեմատելու եզրեր չի այս խուլիգանական արտահայտություններն ու այդ ամեն ինչը, բայց կումուլյատիվ բժշկության մեջ կա, ֆիզիկայի մեջ կա կուտակային, կուտակվող էներգիայի սկզբունք կա, որը որ էներգիան չի կարող կորել, հասկանում եք, մարդու վիրավորանքը, մարդու նվաստացումը, մարդուն ստորացնելը որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես անհատ, չգիտեմ, իր իդեալները, իր սրբությունները, իր պատկերացումները, այդ ամեն ինչը այսենց ոտնատակ անել փոխարենը առաջարկելով մենակ իրանց, չգիտեմ էլ ինչ ասեմ, իրանց բառամթերքը, իրանց թքելով վարքագիծը, իրանց սեռական բնույթի հայոյանքները աժից հնչեցնելը, իր անմահական կեպկեն, այս ամեն ինչը փոխարեն առաջարկելով մեկը մյուսին չի բալանսավորում, հասկանում եք, մեկը մյուսին չի փոխարինում, ու այս հավաքական էներգիան ինքը մի օր պայթելու է, անպայման պայթելու է։ Ու ինչպես էլի պիտի ասեմ, ես 18 թվականից առաջ շատ մարդկանց հետ խոսում էի, սոցիոլոգներ կլինեն, քաղաքագետներ կլինեն, ու ինձ անգամ անդադ ասում էին, որ մեր հասարակությունը այ կորցրել է իր դիմադրողականությունը, մեր հասարակությունը այլևս ի վիճակի չի դիմադրելու, անգամ մարդիկ կային, ովքեր անվանում են մեր հասարակությանը բիոմասա եւ ոչ մի հույս չունեին, որ որևէ կերպ այս հասարակությունը փոփոխությունա գնալու։ Այ հիմա էլ շատերը ասում են, որ ապաթիայի մեջ են, չգիտեմ, այդպես չի։ Մեր հասարակությունը շատ ծանր գնով, ահավոր գնով, աննկարագրելի ծանր գնով հասկացել է շատ-շատերն են։ Ես համոզմունք ունեմ, որտեղ նայում եմ տարբեր շերտերի, տարբեր մասնագիտությունների, տարբեր քաղաքական նախասիրությունների, չգիտեմ, ասեք, տարբեր կրոնական ուղղությունների մարդիկ ներսում հաշտ չեն այն ամեն ինչի հետ, ինչի հիմա տեղի անում, եւ ոչ միայն հաշտ չեն, այլև այն որ ասում է, այստեղ է հասել։ Իսկ դա պիտի անպայման պորտքում ունենա։ Ես մեծ հույսեր ունեմ, որ այդ պորտքումը կսանձեն իսկապես առողջ, ողջամիտ, նոր եկած ուժեր, որոնք որ այս մեր հասարակությանը, մեր ժողովրդին այսքան տառապած, այսքան չարչարանքով, այսքան նվաստացման ճանապարհով անցնող ժողովրդին իսկապես առաջարկ կունենան եւ հետեւողական կլինեն, ոչ թե լոզունգներով կգան իշխանության ու փողոցային խուժան ու բոսյակի պես իրանց կպահեն։ Տիկին Կարապետյան, ստուդիան կարճատև գովազդային դադարի, որից հետո մեկ հարց ունեմ, ուզում եմ անպայման ձեր տեսակետը լսել, հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդային դադար եւ հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել նաեւ Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Քիչ անց կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։